Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, Վանաձայնի եթերով և թիմադեդի էջով ձեզի հետ են Գրիգոր և Սերլին ներկայացնելու համար հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Քրիստոնեության հիմք և նպատակ հանդիսացող Քրիստոսի հրաշապար Սուրբ Հարության տոնին երեկ առավոտյան հավատացյալներ համախմբվեցան Անտիլիասի մայրավանք մասնակցելու հայրապետական Սուրբ և անմահ պատարագի մատուցման, լսելու Մեծինդանն Գիլիգիո Արամ առաջին կաթողիկոսին ծատկման պատարագը և հաղորդվելու օրվան խորհուրդով։ Հավատացյալներու կողքին Սուրբ պատարագին ներկայ էին Լիբանանի երիտասարդության ու մարմնագրթության նախարարը, Հայաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը, ազգային կենտրոնական վարչության անդամները և պետական, կուսակցական, միութենական ու համայնքային ներկայացուցիչներ, ինչպես նաև կաթողիկոսարանի բարերարներն ու բարեկամները։ Արդարև Սուրբ պատարագին ընթացքին Արամ առաջին վեհապար հայրապետը ուղեց իր հայրապետական պատգամը։ Ամենայն հայոց կաթողիկոսին և Երուսաղեմի ու Պոլսո հայոց պատրիարքարաններուն իր եղբայրական ողջույնը հղել է ետք, ինչպես նաև կաթողիկոսության թեմակալ առաջնորդնելու ազգային իշխանությանց և մեր ժողովրդի զավակներուն, ըսավ թե մեր եկեղեցին բարձ բայց խորուն բացատրությամբ կբնորոշե Քրիստոսի հարությունը, իբրև մահվամբ մահը հաղթող աստվածային միջամտություն։ Շարունակելով իր պատգամը հայրապետը ըսավ. Այսօր մենք միայն անցյալի մեջ բադահած դեպքը չենք հիշեր, այլ կյանքի հաղթանակն է, որ կդոնախմբենք։ Կյանքը Աստծո ներկայությունն է։ Քրիստոս Աստվածաստեղծ կյանքեն հեռացավ, մարդը վերադարձուց կյանքի աղբյուրին Աստծո։ Ներկա աշխարհը դիրապետած են այնպիսի երևույթներ և կենցաղակերպեր, որոնք մարդու կյանքը կապականեն չար գործերով ու մտածումներով, հեռացնելով մարդը կյանքի աղբյուր Աստծուծմե։ Ատելություն, բռնություն, անարդարություն թշնամիներն են կյանքի։ Աստվածադուր կյանքը սիրո և խաղաղության, արդարության ու հաշտության կյանքն է։ Քրիստոս ըսավ. Ես եմ կյանքը և իր խաչով ու հարությամբ մեզի ցույց տվավ կյանքի ճշմարիտ ճանապարհը։ Քրիստոսի հարության թեմքին նշում գոչ մնե մեր ժողովրդի զավակներուն ոչ միայն դոնախմբելու կյանքի հաղթանակը, այլ քալելու դեպի ճշմարիտ կյանք առաջնորդող ճամփեն քրիստոնեագետրոն ճամփեն։ Սուրբ պատարագին ավարտին հայրապետական թափորը մեծաշուք հանդիսությամբ ուղեկցավ վեհարան, ուր ժողովուրդը միասնապան երգեց Գիլիգիա օրհներգը ու հայրապետական մաղթերքը։ Ապա հայրապետը օրհնեց ներկա հավատացյալները անգամը ևս ավետելով. Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ հարությունն Քրիստոսի։ Ապա հայրապետը վեհարանի դահլիճի մեջ ընդունեց քաղաքական ու ազգային ղեկավարներու և բարձրաստիճան պատասխանատուներու, ինչպես նաև հավատացյալ ժողովուրդին զատկման շնորհավորությունները։ Երեկ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը զատկման ավանդական իր ուղերձի մեջ աղոթք բարձրացուց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրի և դարաշրջանի մեջ հաշտության համար։ Հայտնենք, որ այս տարի Պապին խնդրանքով ուղերձը ընթերցեց արարողապետ arczepiskopos Դիեգո Ռավելի։ Ուղերձը մասնավորապես նշեց. Դոնական այս օրը եկեք հիշենք հարավային Կովկասը և աղոթենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրի շուտապույտ ստորագրության և իրականացման համար, որ կհանգեցնե տարածքի մեջ ցանկալի հաշտության։ Սուրբ Հարության տոնին առիթով Էջմիածինի մեջ իր արդասանած քարոզի մեջ ամենայն հայոց կաթողիկոսության դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյան հայտնեց, որ այսօր մենք կտեսնենք ցավեն քալարվող որդեգորույս մայրերու, հայրենիքեն զրկված արցախցիներու վշտահար թեմքեր, փանդերու մեջ աբորինապար բահվող խոշտանգվող քերիներ։
Միևնույն ժամանակ Քրիստոսի կալուստեն 2000 տարիներ յետ կտեսնենք մարդկային ցավի նկատմամբ անդարբեր ու սնապար հոգիներ, որոնք փառք ու անձնական բարեկեցություն կփնտրեն, կտեսնենք նաև բարձր ամբիոններուն վրա բորոդախոս հրեդորներ։ Արշակ arczepiskopos նաև նշեց, որ կտեսնենք խոսքի աճբարարներ, որոնք սանցարցակություն կդարածեն, կտեսնենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անգրտության աղաղագող շքահանտեսի ընթացքին իբրև թե գիտելիք կծախեն։ Հետաքրքրական է նաև, որ անոնք կբարձենան այն բոլորեն, որոնց համար պետք է ամճնալ, գամճնան այն բոլորեն, ինչով որ պետք է բարձենալ։ Հայտնեց ամենայն հայոց կաթողիկոսության դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյան։ 3. Գիրագի 20 ապրիլին Սուրբ Հարության բادرակեն յետք Փերյո հայոց ստեմի առաջնորդ Մագար arczepiskopos Աշխարհյան ազգային երեսփոխանական ժողովի եւ ազգային վարչության անդամները առաջնորդարանի տհալիճի մեջ ընդունեցին շնորհավորական այցելությունները Հալեբի մեջ Հայաստանի գլխավոր հյուբադոս Արա Ավետիսյանի, հյուբադոսության խորհրդական Դավիթ Թաթեոսյանի, քրիստոնյա հոգևոր բեդերու ներկայացուցիչներուն, ազգային եւ միութենական մարմիններուն։ Չերմ մտնոլորտի մեջ ընթացած այցելություններուն ընթացքին փոխանակվեցան շնորհավորական խոսքեր եւ բարեմաղթություններ։ Շաբաթ 19 ապրիլին հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկին մեջ տեղի ունեցավ հանդիպումը Արմատ եւ Ձիր ստեղծագործական հետազոտական մրցույթի 2024-ի մրցակցագիրներու հետ, որոնց ներկայացուցին իրենց ընտանիքներու պատմությունները եւ բաժնեկցեցան կատարված ուսումնասիրության փորձով 2025-ի մասնակիցներուն հետ։ Հանդիպումին ընթացքին ողջույնի խոս արտասանեց հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկի գրթական ծրագիրներու պատասխանատու Ինեսա Ստեփանյան։ Ան կարևորեց աշակերտներու մասնակցությունը ծրագիրին եւ քաչալերեց ցանոնք շարունակել ուսումնասիրել իրենց արմատները եւ լավ ճանչնալ հայրենիքի պատմությունը։ Մրցույթի հեղինակ Անի Մանուկյան երախտիկի խոսք հեղեց բոլոր մասնակիցներուն, ուսուցիչներուն եւ հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկին իր ծրագիրին աջակցելուն համար։ Ան նաև հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկի ֆոնդերուն հայտնեց հայոց ցեղասպանության հետևանքով ամերիկյան որբանոցի մեջ հայտնված իր մեծ մորը եւ մեծ հորը պատկանող շարք մփաստաթուղթեր եւ լուսանկարներ։ Անի Մանուկյան եւ հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկի ֆոնդի գլխավոր պատասխանատու Քոհար Խանումյան ընդգծեցին վերաբրածներու մասունքները թանգարան հիմնարկին նվիրելու կարևորությունը նշելով, որ նման նյութեր ոչ միայն կհարստացնեն թանգարանային բահոցը, այլև արժեքավոր աղբյուր կհանդիսանան նոր հետազոտություններուն համար։ Հանդիպումին ավարտին Ինեսա Ստեփանյան մասնակիցներուն նվիրեց հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկի հրադարագած հայոց ցեղասպանությունը վերաբրածներու հուշակրությունները մատենաշարի հադորներեն։ Մնալով հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկի ծրագիրներու շրջակիցի մեջ, թանգարան հիմնարկի նախաձեռնությամբ եւ հայոց ցեղասպանության 110-ամյակի առիթով 23 եւ 24 ապրիլին Մոսկվայի եւ Սեն Պետերսբուրգի մեջ պիտի բացվին հայոց ցեղասպանության հիշադակի նվիրված ցուցահանդեսներ։ Թանգարան հիմնարկին հաղորդակցությունը նշեց, որ պետք է միասին հիշենք, արժևորենք եւ փոխանցենք ճշմարտությունը նոր սերունդներուն։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան ընկերային ցանցերով վրա կդարեց հետևյալ գրառումը. Ջիվաղներու թավացությունը Հայրենիքը մասնադելու եւ գործանելու ամենեն կարճ ջամփան բادرազմի հերոս նահատակները աշխարհակրթության համաձայն փաշխելն է։ Ցածություն է արցախցիները չգրվելու մեջ մեղադրել։ Վաղը գսկսին հաշվել տեսունիքի մարդերուն քանի սունեցի գրված եւ զոհված է, ընդ որում կորիսեցի եւ գաբանցի, իսկ դավուշի մեջ դավուշցի։ Հաջորդաբար նաեւ կհայտարարեն արձվաշենցիներու եւ չերմուկցիներու մասին զանոնք եւս մեղադրելով։ Նիկոլ Փաշինյանի լարած տագարտի մեջ մի ինակ։ Ան պիտի չբավարարվի երգիրը մասնադելով, ան կփորձի ասկը մասնադել, որովհետեւ թշնամիին դիմադրող չգտնվի, գրեց պատգամավոր Արթուր Խաչատրյան։ Իր գարքին քաղաքագետ Արա Բողոսյան գրեց. Մեկ բան եւս հիշեցեք։ Պիտի կա այն բահը, երբ Արցախի վտարանտի կառավարությունը պիտի դառնա աշխարհակաղակական գործոն։
Տերակադար մայրաքաղաքներու միջև մրցակցություն պիտի սկսի, թե ուր եւ որու հովանավորության տակ պետք է ըլլա Արցախի վտարանտի կառավարությունը։ Ահա ճիշտ այս է պատճառը, որ Ադրբեջան եւ Թուրքիա Հայաստանի իշխանություններու միջոցով գործեն ճնճել Արցախի բոլոր հիմնարկները եւ վտարանտի կառավարությունը։ Որևէ անարդար համայնքիր չի գնա արդյունավետ ըլլալ, որովհետեւ դակավին արդարության սպասող ժողովուրդը չի գործընծած իր ինքնությունը։ Բիդիկա այդ օրը գրեց քաղաքագետ Բողոսյան։ Ադրբեջանի արտաքին գործոս նախարար Ջեյհուն Բայրամով հայտնեց, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության վերջնական համաձայնագիրի ըստորագրությունը գախյալ է հայկական կողմի հետագա քայլերեն։ Բայրամով նշեց, որ Հայաստանի հետ ուղղակի երկխոսությունը ավելի էական արդյունքներ կուտա, քան միջնորդներու մասնակցությամբ կատարված բանակցությունները։ Ադրբեջանցի նախարարը նաև ասավ, որ այսօր բոլորը ընդ որում Հայաստանը դեժուր եւ դե ֆրակտո գճանչնա Արցախի պատկանելիությունը Ադրբեջանի եւ նույնիսկ բացահայտորեն կհայտնեն այդ մասին։ Այս մեկը կնշանակե, որ Արցախի մասին այլևս բաց մնացած հարց չկա, սակայն հարցում կհարաճանա, թե ինչու Հայաստան կպնտե պահպանել Մինսկի խումբը։ Չեմ գիտեր, հավանաբար աբակայի հետ կապված որոշ ծրագիրներ ունի, հակառակ բարակային դրամապանական բացատրություն կա, պատճառը չենք տեսներ, հայտնեց Ջեյհուն Բայրամով։ Գլենդել քաղաքի քաղաքապետական խորհուրդը 15 ապրիլին Արան Աջարյանը ընտրեց Գլենդելի քաղաքապետ։ Ան պիտի փոխարինե Էլեն Ասադրյանը։ Արան Աջարյան Գլենդելի քաղաքապետի պաշտոնը պիտի ստանցնի 5-րդ անգամ ըլլալով։ Ան առաջին անգամ այդ պաշտոնը ստանցնած է ապրիլ 2007-ին։ Հանրային սպասարկության մարզի մեջ 10-ամյակներու փորձառություն ունեցող Նաջարյան անցյալ տարի ընտրվեցավ Բերբենք Գլենդել Պասադինա օտոգայանի վարչության նախագահ։ Նաջարյան Լոս Անջելես քաղաքի փոխադրական հարցերու վարչության անդամ է եւ անցյալին եղած է անոր ադնաբեդը։ Ան եղած է նաեւ Հարավային Կալիֆոռնիա շրջանային երկաթուղային վարչության մետրոլինքի անդամ եւ ադնաբեդ։ Երախտաբարդ եմ այս առիթին համար։ Հույս ունիմ գործընկերներուս եւ քաղաքային խորհրդի աշխատակիցներուն հետ սերտ համագործակցության Գլենդելը իբրև փառքավաճ վայր պահպանելու համար ըսավ Նաջարյան։ Աբխազիա պետության մամլոյցարայությունը հայտնեց, թե երկրի նախագահին հրամանակիրով Ջանսուխ Նանբան, Թարաս Խագբան, Վարաստատ Մինոսյան եւ Ռոբերտ Քյուտ նշանակված են երկրի փոխվարչապետներ։ Հայտնենք, որ Վարաստատ Մինոսյան անդամ է Աբխազիա հանրային բալադին։ Սիրելի ունգընտիրներ, վանացայինի եթերով եւ թիմադեդրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Սերլին, Գրիգորը եւ ցայնի հաղորդավար Նատալին։ Մնացեք միշտ վանացայինի ունգընտիր։